Պարոն Սիմոնյան, ես հարց չեմ տվել։ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից հետո կարծեք թե խոճապային տրամադրություններ են ընդդիմադիր դաշտում, մասնավորապես Սամվել Կարապետյանը մտավախություն ունի, որ դա մուտք է բացում 300,000 ադրբեջանցիների համար, Շարմազանովը երեկ հայտարարում էր, որ մեզ Եվրամիություն ոչ ոք չի հրավիրում, այլ Անկարային կգնում, ես խնդրեմ, այդ տոնը նշում էր Մակրոնը մեզ նույնիսկ չի հրավիրել, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ ռեժիմն է խոճապի մեջ, մենք խոճապի մեջ ենք, ընկած վարկանիշ, չգիտեմ, էլ ինչ են ասում, սենց ինչ-որ բաներ։ Ռեժիմական իշխանություն։ Այդ է, մեր մասին եմ ասում, մենք խոճապի մեջ ենք, որ ընդդիմադիր մամուլն է, ես վերջերս չեմ նայել բանը, ակնհայտ է, որ նույնիսկ այդ ուժեղ Հայաստանի ֆենոմենը, որի սկզբանը տենց կողքը միստիկա էր հավաքված, որ լույսերը տվեցին, պարզվեց, որ իրականում այդ ամեն ինչը այդքան էլ տենց չի, հաջան, տենց հին բան կա, ասում 90-ականներին տենց, չգիտեմ, բաներ, հետո լույսերը տվեցին, ակնհայտ դարձավ, որ դա տենց չի, հիմա լույսերը տվեցին, ակնհայտ դարձավ, որ այդքան էլ բան չի։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի խոսությունին, նախ ասեմ, որ շատ դժվար է, ես խորհուրդ եմ տալիս, այնուամենայնիվ այդքան փողի մեջ տուն գալացող բաներ կան, ուսուցիչներ կան, թող հայերեն պարապի, որովհետև այդ վանկերով մենք կարող ենք sense խոսալը ու 50 կտորով մոնտաժ անելը, համեն մոնտաժնիկն է մեղք, համ մենք ենք մեղք, ստիպված քաղաքականությունից ելելով լսում ենք, թող մարդ կան չի պարապի հայերեն լեզուն, իսկ մյուսը իրան ինչ ասել են ինքը կրկնում է, այն երեխեք կան չէ, որ ոտանավորը սովորացնում են, բայց ինքը չի հասկանում ինքը ինչ ասում, ինքը այդ նույն բանը կրկնում է, ու ես մտավախություն ունեմ, որ այդ իրան ասել են դրսից, տենց բանով այդ տվել են, եւ ինքը այո շպարգալկով տվել են, ինքը դա ասում է, ու իմիջիալից մի հատ բան ասեմ ձեզ, օրինակ քաղաքացու օրը ես նկատեցի, որ կոնկրետ նարատիվներ կան, որ գցվում են դաշտ եւ կոնկրետ լրատվամիջոցներ եւ կոնկրետ մարդիկ սկսում են այդ նույն բանը կրկնել, որ մոնիտորինգ անեք, կտեսնեք։ Ինչ վերաբերում է մյուսից ում է հարցը։ Լսեք, լավ էլի, ես Էդուարդ Շարմազանովի մասին վատ բաներ չեմ ասում, ուղղակի համարում եմ, որ այդ տղան այդպես ինչ-որ տղա է, որ ինքը իր Աշոտյանը, իր Սերժ Սարգսյանը, թող իրանք 3-4-5 հոգով լրվեն։ Պարոն Սիմոնյան, դուք ասում եք խոսքի ազատություն եւ այլն, ճիշտ է, մենք բարեբախտաբար Բելարուս չենք, բայց ինչի բարեբախտաբար Բելարուս, չա որ Բելարուսում հրասությունն չկա այդ։ Հասկացա։ Բայց հեսա մի հատ նոտար քո հետ կապած կա։ Այնպես չի, որ Հայաստանում էլ ամեն ինչ հոյակապ է, վերջին զեկույցով Հայաստանը 34-ից տեղը զիջել էր խոսքի ազատության առումով 50-րդ տեղը եւ այդտեղ նշում էր դատական հայցերը, ճնշումները լրատվամիջոցների մեջ, դուք առաջամարտիկներից եք լրատվամիջոցներին դատի տալու հարցով, ըստ էության նաեւ դրանք են նպաստել, որ Հայաստանում խոսքի ազատության առումով ինդեքսը նվազել է։ Ինչ պետք է անի իշխանությունը, որ կրկին նախկին հորիզոնականներին Հարկ երկիրը եւ աշխարհը դա կենթանի օրգանիզմ է։ Ինչ որ իրավիճակներ են փոխվում, նախընտրական իրավիճակներում ավելի շատանում, ավելի խախանդ իրավիճակում ավելի փոփոխություն է տեղի ունենում։ Իմ համար ամենակարևորն է, որ ձեր ասած 50-րդ տեղը շատ ավելի բարձր է, քան ԱՄՆ-ի եւ մեր բոլոր հարևանների խոսքի ազատության, մեծ գերտերությունների, մեծ ժողովրդավարական պետությունների հետ համեմատությամբ։ Իհարկե պետք է ձգտենք լինել Նորվեգիայի, Դանիայի հետ։ Դենեսի առաջի, երկրորդ, երրորդ տեղի հետ ես ուզում մրցես, իհարկե դա նպատակ եւ երազանք է եւ լավ կլինի, որ մենք տենց լինենք, բայց ես համարում եմ, որ այս փուլում այն խոսքի ազատությունը, որը որ կա, գերդոզավորված է։ Իմ կարծիքով մենակ այն բանը, որ այսօրվա լրատվական դաշտի 90% ընդդիմադիր դաշտին է պատկանում, 95%-ը դա ինչի մասին է խոսում, ուզում եմ հասկանալ, կամ այսօր ով ինչ ասելուց առաջ է մտածում, որ իր խոսքը կսահմանափակվի, ով ինչ ասես, ով այսօր ինտերնետ ունի, լրատվական միջոց է դարել կամ բլոգեր է դարել կամ քննադատ է դարել։ Բայց իշխանությունը հետևություններ կանի այդ զեկույցի։ Իհարկե, միանշանակ նույն դատական մասով, դատական տեսակ օրենսդրական փոփոխություն արեցինք, նաև ժամկետները կրճատեցինք եւ այլն, ինչ վերաբերում է առաջամարտիկների հետ կապված, հարգելիս, բայց ես ինձ ոնց պաշտպանեմ, ես ամենակննարկվող, ամենաակտիվ քաղաքական գործիչներից եմ, հիմա ամեն մեկը տենց գա հեռախոսը միացնի եւ սեռական վիրավորանք տա, ես էլ ասեմ, դե մենք Նորվեգիա ենք։ Ես հանդուրժեցի, որտեվ առաջ ինքը իր մտքով նույնիսկ չեր անցնի նման բաներ եւ քո մտքով էլ չեր անցնի, անձամբ քո չէ, էլի, լրագրողի մտքով էլ չեր անցնի հարց տալ, այնքան կծեծեին պածես դում կամ այնքան կսիլեին կներեք արտահայտությանս համար, որտեվ դա եղել է, որ այդ մարդիկ որ կասկանեն, ասեն, ինչ գործ ունենք, ազգային ժողովի շենք։